Ողջույն, հանրայինի եթերում Եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես բժիշկ Վայտեր Մինասյանն եմ եւ զրուցում ենք իհարկե առողջության մասին։ Գլխավոր թեման այսօր նվիրված է տղամարդկանց։ Այո, մենք սովորաբար հաղորդումները նվիրում ենք կանանց առողջությանը, բայց մոռանում ենք տղամարդկանց, իսկ տղամարդիկ նույնպես առողջ լինելու իրավունք ունեն։ Ու տղամարդիկ նույնպես հիվանդանում են։ Եվ այո, մենք ունենք օրգաններ, որոնք չունեն կանայք, դրանցից մեկը շագանակագեղձն է, իսկ շագանակագեղձը սիրում է հիվանդանալ։ Ինչ հիվանդություններով է տառապում մեր շագանակագեղձը, ինչպիսի ախտանշաններ են լինում եւ ինչպիսի բուժման տարբերակներ կարող է ներկայացնել ժամանակակից բժշկությունը, քննարկենք այսօրվա հաղորդման ընթացքում։ Դիտում ենք տեսանյութը, հետո հրավիրում մասնագետին։ Գնացինք։ Ay Garnik, dadar ջրով ավտոյու չես մա։ Garnik ջան, ճիշտ է ասում, ջուրը լավ չի, վնաս կտա։ Ոստու ես ոստայա ճիշտ։ Ավտոն պետք է լավացնայով։ Չեմի կացախո։ Ինչ կլիներ, եթե տղամարդիկ ավտոմեքենան խնամելու բծախնդրությամբ ու լվալու հաճախականությամբ զբաղվեին իրենց առողջությամբ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսպիսի վերլուծություն չունի։ Փոխարենը կազմակերպության ամենատարբեր վիճակագրական սանդղակներում տղամարդիկ առաջին տեղերում են մահացության եւ հիվանդացության ցուցանիշով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2024 թվականի տվյալներով տղամարդիկ կանանց համեմատ միջինում 5-ից 7 տարի քիչ են ապրում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արձանագրում է, թեև դեպրեսիաների ցուցանիշը կանանց մոտ 50%-ով բարձր է, բայց տղամարդիկ 3 անգամ ավելի հաճախ են ինքնասպանության դիմում։ Պատճառն այն է, որ նրանք ավելի քիչ են խոսում իրենց ապրումների մասին։ Տղամարդկանց կյանքի որակի վրա մեծապես ազդում են նաև վարքային գործոնները, ագրեսիան եւ բռնությունը, ծխախոտի, ալկոհոլի եւ այլ նյութերի չարաշահումը, սննդակարգը, կանոնավոր բժշկական օգնությունից հրաժարվելը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով նույնիսկ ակնհայտ ախտանշանների դեպքում տղամարդկանց 40%-ը խուսափում է դիմել բժշկի օգնությանը։ Աղիների, թոքերի ու ռուցքային հիվանդություններով, որոնք ամենամահաբեր տեսակներից են, առավել հաճախ հիվանդանում են հենց տղամարդիկ։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով 2024-ին գրանցվել է մահվան 25576 դեպք, որից 13187-ը կամ 51.6%-ը տղամարդիկ են։ Ինչ հարգելի հեռուստատողներ, հրավիրենք մեր այսօրվա առաջին հյուրին, իսկ հյուրը այսօր Մհեր Մխիթարյանն է, ուրոլոգ դիմավորենք։ Ողջույն։ Ողջույն Վայջան։ Եվ այսպես մենք զրուցում ենք շագանակագեղձի մասին, եւ շագանակագեղձի ամենահաճախ հանդիպող հիվանդությունը դա շագանակագեղձի ադենոման է, բարորակ ուռուցքը։ Ինչպիսի վիճակագրություն ունենք։ Դեք շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան, ժողովրդի լեզվով ասած ադենոմիան, մեր լեզվով ասած ադենոման, դա տղամարդկանց մոտ ամենահաճախ հանդիպող ուրոլոգիական խնդիրն է։ Տարիքին զուգընթաց շագանակագեղձում նյութափոխանակության խանգարումներ են տեղի ունենում, ինչի արդյունքում սկսում է առաջանալ հյուսվածք, կոչվում է շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա, որը ամենահաճախն է հանդիպում տղամարդկանց մոտ 45-50 տարեկանից հետո սկսում են առաջանալ համապատասխան խնդիրներ։ Որպեսզի պատկերացնենք, թե որտեղ է գտնվում շագանակագեղձը, կարծում եմ մեզ կօգնի անիմացիան եւ հիշեցնենք նաեւ, որ ըստ վիճակագրության ասում են 50 տարեկանում 50%-ը տղամարդկանց, 60-ում 60, 70-ում 70 եւ այլն, վերջում բոլորս ունենում ենք ադենոման։ Վերջում բոլորս ունենում ենք, այո։ Եվ այսպես ադենոման այն կլոր փոքրիկ օրգանն է, որը գտնվում է միզապարկի եւ միզուկի միջև է գտնվում, միզապարկի ներքևում գտնվող գեղձը։ Եվ եթե փաստորեն այստեղ ունենում ենք գերաջ, ապա ինչն է սեղմվում։ Եթե ունենում ենք գերաջ, շագանակագեղձը մեծանում է, տեսնում եք, որ միզուկը սեղմվում է, շագանակագեղձի միջով անցնող միզուկը սեղմվում է եւ մեզի դուրս գալու արտաքին ճանապարհը նեղանում է։ Ժամանակի ընթացքում է փակվում, որովհետեւ process-ը 40-45 տարեկանից սկսած նյութափոխանակության խնդիրներն առաջանում են շագանակագեղձում եւ աստիճանաբար սկսում է նեղանալ, հա։ Իհարկե սա ինդիվիդուալ է եւ նաեւ ունի գենետիկ նախատրամադրվածություն, թե որ տարիքում կհասնի իր պիկին այդ նեղությունը, կանգատները որ տարիքում կանհանգստացնեն հիվանդին, բայց ամեն դեպքում կանգատները միանգամից չեն առաջանում, աստիճանաբար են առաջանում։ Խնդրեմ ներկայացնել գանգատները։
ամենահաճախ հանդիպող գանգատները շագանակագեղձի ադենոմայի դրանք դժվարամիզությունն են, հաճախամիզությունն են, երբեմն գիշերային հաճախամիզություններն են, երբեմն երիտասարդ շիթով միզարցակումը ափսոս էլ չի լինում այդ ժամանակ ուր մնաց մեր երիտասարդությունը չի լինում դա եւ այո կարծում ցանկացած տղամարդու համար այդ տեսարանը այնքան էլ արդեն հաճելի չէ այնքան էլ հաճելի չէ ինչպես նաեւ որոշ դեպքերում երբ որ արդեն ավելի ուշ փուլերում է լինում խնդիրը ուշադրություն չեն դարձնում վաղ փուլերում չեն դիմում բժշկի խիստ վատացնում է կյանքի որակը եւ նաեւ առողջական լուրջ խնդիրներ է առաջացնում գիշերը քանի անգամ է արթնանում տղամարդը հիվանդներ ունենք 1-2 անգամ են արթնանում հիվանդներ ունենք մինչեւ 10-12 անգամ են արթնանում կյանքի որակ չմնաց որովհետեւ հիվանդները հաճախ դիմում են ոչ թե այն պատճառով որ այդ առատ շիթով միզարցակությունը քչացել է այլ այն պատճառով որ ամիսներով գիշերները չեն քնում ամեն 1-2 ժամը մեկ արթնանում են, քնի որակը վատանում է եւ սկսում են հյուծվել, խիստ տանջվում են։ Մենք խոսում ենք բարուրակ ուռուցքի մասին։ Բարուրակի մասին։ Կարող է արդյոք այս ուռուցքը գնալ չարորակացման, թե չարորակը միշտ չարորակ էր, բարուրակը միշտ բարուրակ է։ Շագանակագեղձի բարուրակ հիպերպլազիան ադենոման չի չարորականում։ Շագանակագեղձի չարորակ խնդիրը ինքը առանձին հիվանդություն է, չի առաջացնում այս սիմպտոմները, չի առաջացնում այս գանգատները եւ հիմնականում մինչեւ ուշ փուլեր անգանգատ է ընթանում։ Մենք խոսում ենք բարուրակ, ամենահաճախ հանդիպող գոյացության ուռուցքի, բարուրակ ուռուցքի մասին։ Առաջին նշանները, որ տղամարդը զգում է եւ որի պարագայում արժի արդեն դիմել բժշկի։ Մեզի շիթի դժվարացում, թուլացում, առաջին նշանը դա է լինելու։ Հիմնականում դա է լինում։ Կիսադատարկման զգացողություններ են լինում հիվանդների մոտ, երբ միզում են, բայց զգում են, որ ոնց որ լրիվ չդատարկվեց, այդ հանգստությունը, որ միզելուց հետո զգում ենք, չկար, հա։ Գիշերային հաճախացած միզարցակություն, երբեմն նաև լինում է, որ հիվանդների մոտ առաջանում է մեզը պահելու դժվարություն, այսինքն երբ որ հիվանդը ծորակի ձայնը կամ միզարցակման ցանկություն է ունենում, այնպիսի խիստ է լինում ցանկություն, որ մինչև հասնում են զուգարանակոնքին դժվարանում են պահել մեզը կամ 1-2 կաթիլ անամոթաբար փախնում է։ Լավ, չնայած դրա լավը որն է, չգիտեմ։ Կա տարբերություն վաղ դիմելության, այսինքն շուտ զգացի նշանները գնացի բժշկի մոտ եւ դե լավ, երբ որ արդեն կդառնա անտանելի վիճակը, նոր կգնամ բժշկի։ Միանշանակ կա, որովհետեւ հիվանդությունը ինքը այսպես հարաճող հիվանդություն է։ Շագանակագեղձի ադենոմայի աճը չի կանգնում, ինքը գնալով մեծանում։ Այն ժամանակ էլ կգնամ բժշկի։ Այդ ինչն է խնդիրը։ Այստեղ ոչ թե ինքնին շագանակագեղձի չափերով մեծացումն է, այլ այդ չափերով մեծացմանը եւ միզուկի նեղացմանը զուգընթաց միզապարկը ծանրաբեռնված է սկսում աշխատել։ Առաջնային փուլերում միզապարկի պատը հաստանում է մկանը, որ կարողանա այդ նեղացած, դժվարացած հատվածով մեզը դուրս տանի։ Բայց ժամանակին զուգընթաց, քանի որ սա հարատև 5, 10, 15 տարվա գործընթաց է, սկսում է թուլանալ այդ մկանը։ Եվ ինչ ենք ունենում ենք մնացորդային մեզ հասկացողություն, այսինքն հիվանդը միզում է, բայց միզապարկի ուժը չի հերիքում, որպեսզի ամբողջությամբ դատարկի միզապարկը եւ մնում է մնացորդային մեզ։ Եվ այս գործընթացը երբ որ սկսում է մնացորդային մեզ մնալ, կամած շատանում է մնացորդային մեզի քանակը եւ ուշ փուլերում արդեն միզապարկը ամբողջությամբ թուլանում է, տոպրակ է դառնում, ասես մեզով լցված տոպրակ, հիվանդը չի կարողանում միզի, առաջանում է քրոնիկ միզակապություն, երբեմն անգամ այնքան է լցված մնում, որ հիդրոնեֆրոզ երիկամներն են ուռում, չի իջնում մեզն այնտեղից եւ երիկամային ֆունկցիան խիստ ընկճվում է։ Երիկամները շարքից դուրս գա։ Ընդհուպ մինչև դիալիզ։ Երբեմն մենք տեսնում ենք հիվանդներ, որոնց կրեատինի ցուցանիշը 600 է, 1000 է։ Եվ իրականում խնդիրը երիկամը չէր։ Խնդիրը երիկամը չէ, երկրորդայինը։ 15 տարի առաջ սկսած կամ 20 տարի առաջ սկսած շագանակագեղձի բարուրակ հիպերպլազիան էր, ադենոման էր, որը անտեսվել էր։ Որից ոչ ոք ապահովագրված չի եւ տղամարդկանց ճնշող մեծամասնությունը վաղ թե ուշ այս խնդիրը ունենալու է։ Լավ, ունենք խնդիրը, հասկացել ենք։ Կա արդյոք դեղորայքային բուժում կամ գոնե կանխարգելում, որ ինչ որ դեղեր խմեմ, ադենոման չշարունակի մեծանալ, ոնց կար այդպես մնա։ Որպես այդպիսին, այնպիսի դեղեր, որոնք որ խմենք եւ բուժի չմեծանա, իշապով մնա, որպես այդպիսին չունենք։ Դեղերը մեծ մասով գաղափարապես բաժանում են երկու խմբի, դեղեր, որոնք ֆունկցիոնալ լայնացնում են
միզապարկի վզիկի, շագանակագեղձին հարակից մկանաթելերը, այսպես ասված, այսինքն այդ նեղացած միզուկը լայնանում է դեղի ազդեցությամբ եւ ավելի հեշտ է միզում հիվանդը, իր գանգատները ուրախանում է, ասում է գնացի, դեղերը նշանակեցին, բայց սա պետք է իմանա, որ ժամանակավոր է, որովհետեւ սա աճը չի կանգնացնում շագանակագեղձի ադենոմայի։ Երկրորդ խումբ դեղերը, որոնք որ ինչ որ չափով ընկճում են շագանակագեղձի աճը, իրանք ունեն մի կողմնակի էֆեկտ, որ երիտասարդ տղամարդկանց մոտ առաջացնում են լիբիդոյի անկում, լիբիդոն ճնշում են։ Խնդիրները կան եւ առաջանում է վիրահատության անհրաժեշտություն։ Այստեղ նույնպես հիվանդը հարց է տալիս, ասում է, իսկ վիրահատությունից հետո սեռական կյանքը միզելը կկարգավորվի, կլավանա, իհարկե չեմ կարծում, թե այնպեսին լինի, ինչպեսին 18 տարեկանում էր, բայց այնուամենայնիվ արդյոք վիրահատությունը կարող է բացասական ազդեցություն թողնել սեռական կյանքի վրա։ Բուն սեռական կյանքի վրա, այսինքն էրեկցիայի ֆունկցիայի վրա եւ օրգազմի ֆունկցիայի վրա ոչ մի ազդեցություն չի ունենում։ Եթե հիվանդը խնդիր չի ունեցել մինչև վիրահատությունը, շարունակելու է խնդիր չունենալ վիրահատությունից հետո, բայց այստեղ փոխվում է մանկածնական ֆունկցիան, որովհետև այն մկանները, որոնք ապահովում են սերմնաժայթքումը, այսինքն սերմի դուրս գալը դեպի արտաքին աշխարհ, ադենոմայի վիրահատության ժամանակ իրանք հեռացվում են, կտրվում հեռացվում են, հա, եւ լինում է ռետրոգրադ էակուլյացիա։ Հիվանդը էակուլյացիա է ունենում, բայց սերմը էակուլյացիայի ժամանակ լցվում է միզապարկ եւ մեզի հետ դուրս է գալիս, որը ոչ մի առողջական խնդիր չի առաջացնում հիվանդի համար։ Վերջին 4 տարում 2 հիվանդի է հետաքրքիր եղել այդ հարցը, որոնք հրաժարվել են վիրահատությունից, որովհետեւ դեռ ամուսնացած չէին 60 տարեկանում։ Թող մի քիչ էլ սպասեն, հա, 60 տարեկան ով տեսել ամուսնան, ինչի՞ անում։ Հաջորդ հարցը վերաբերում է վիրահատական միջամտության տեսակներին, որովհետեւ մենք գիտենք ռեզեկտասկոպները, այսպես կոչված, կային նախկինում մոնոպոլարները, հետո եկան ավելի ժամանակակից բիպոլարները եւ գիտեմ, որ դուք սիրում եք զբաղվել նաեւ լազերային վիրաբուժությամբ։ Կա տարբերություն։ Արմատապես գաղափարական տարբերություն կա այստեղ նախկին էլեկտրովիրաբուժության, այսինքն մոնոպոլյար կամ բիպոլյար վիրաբուժության, երբ էլեկտրական դանակի միջոցով էինք այդ աճած կերաճած հյուսվածքը կտրում, ջրի ուղղությամբ լցվում էր միզապարկ, լվանում ենք, հեռացնում ենք եւ լազերային վիրաբուժության մեջ ինչ որ մենք ենք կատարում, որովհետեւ եթե պատկերացնենք շագանակագեղձը որպես նարինջ, ադենոման դա նարնջի միջուկն է եւ տուրի միջոցով այդ բիպոլյար, մոնոպոլյար էլեկտրովիրաբուժության միջոցով մենք կարծես թե մտնենք միջուկի մեջտեղը եւ դանակով սկսենք այդ միջուկը այսպես կտրել, հեռացնել, հա։ Եվ հիմնականում երբ որ ինչ որ մի չափի կտրում ենք, առաջանում է համապատասխան չափի անցք, որ հիվանդը կմիզի, լազերային վիրաբուժությունը արմատապես գաղափարապես այլ է, որովհետև մենք չենք մտնում ադենոմայի մեջ, մենք մտնում ենք ադենոմայի, կարծես թե ադենոմայի եւ շագանակագեղձի կապսուլայի միջև, ոնց որ թե մտնես միջուկի, նարնջի միջուկի եւ կեղևի միջև, եւ այդտեղից լազերով սկսում ենք ամբողջությամբ անջատել այդ ադենոման։ Ամբողջ ադենոման անջատում ենք, հրում ենք դեպի միզապարկի խոռոչ եւ հատուկ դանակի միջոցով, սարքի միջոցով, որ մորցելիատր է կոչվում, սկսում ենք իրեն աղալ եւ դուրս հանել այդտեղից։ Ինչով է տարբերվում սա, որ մենք ամբողջ ադենոման ենք հեռացնում, գրեթե 0-ի է հասնում հետագա կրկնման ռիսկերը, որտեղ մենք այնտեղ ադենոմատոզ հյուսվածք չենք թողնում։ Եթե էլեկտրոտարբերակն էր, ապա ամենայն հավանականությամբ էլի կրկնվել է վաղ թե ուշ։ Այո։ 10-ից 15 տարի հետո կրկնման ռիսկեր ունենք մենք։ Դե ինչ հարգելի հեռուստատիտողներ, մենք այսօր խոսում էինք ադենոմայի մասին, մենք խոսում էինք, որ տղամարդկանց ճնշող մեծամասնությունը վաղ թե ուշ ունենալու է այդ խնդիրը, այդ խնդիրը ունեցող տղամարդիկ վաղ թե ուշ գնալու են ուրոլոգի մոտ, ուրոլոգը ամենայն հավանականությամբ նրանց նշանակել է վիրահատական միջամտություն, եւ ամենակարևոր բանը, որը այսօր ուզում էինք ներկայացնել, դա լազերային վիրահատությունն է, որը որ շատ տարբերվում է եւ բերում է արմատական բուժման։ Իսկ ինչպես է դա արվում իրականում, ես կարծում եմ հիմա բոլորս իրար հետ կտեսնենք, տեղափոխվելով վիրահատարան։ Մնացեք մեզ հետ։ Հասնում ենք արդեն շագանակագեղձի ադենոմային, սա սերմնաժայք թմբիկն է, այստեղից վերև շագանակագեղձի ադենոմանը, տեսնում եք ինչպես են երկու բլթերը
փակում մեզի ճանապարհը։ Հիվանդը 68 տարեկան տղամարդ է, վերջին 1 տարվա ընթացքում 2 անգամ միզակապություն է ունեցել, ինչի պատճառով միզային կաթետր է դրվել եւ հիմա որոշել է, որպեսզի վիրահատվի եւ ազատվի այս խնդրից, ազատվի միզային խողովակից, միզային կաթետրից, որպեսզի ավելի լավ կյանքի որակով ապրի եւ ավելի լավ միզի։ Հիվանդը նախընտրել է ներկայումս ամենաարդի շագանակագեղձի ադենոմայի վիրահատական բուժման տարբերակներից մեկը դա շագանակագեղձի լազերային էնուկլեացիան է։ Նայեք, սա լազերի զոնդն է։ Լազերի զոնդը գործիքի միջոցով անցկացնում ենք դեպի շագանակագեղձ եւ փորձելու ենք լազերային էներգիայի միջոցով այս հավելյալ աճած բլթերը, որոնք որ տեսնում եք, անջատենք, ոնց որ նարինջի միջուկը կեղևից կանջատենք եւ հիվանդին ազատենք ադենոմատոզ հյուսվածքներից, ադենոմայի հիվանդությունից, հիվանդը հանգիստ միզի։ Տեսնում եք ինչպես հեշտությամբ անջատում է լազերային էներգիան, ամբողջ ադենոմատոզ հյուսվածքը հեռացվում է հիվանդի, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի գրեթե 1%-ից քիչ դառնա կրկնման հավանականությունները։ Հիվանդը հետվիրահատական ավելի քիչ ցավեր է ունենում, ավելի քիչ գանգատներ է ունենում հետվիրահատական շրջանում։ Տեսնում եք ամբողջությամբ անջատում ենք ադենոմատոզ հյուսվածքը կապսուլայից, ներհրելու ենք միզապարկի խոռոչ, որից հետո հատուկ աղացի մորցելյատրի միջոցով աղալու ենք եւ հեռացնենք միզապարկի խոռոչից։ Ոչ մի կտրվածք չի ունենալու հիվանդը եւ շատ կարճ ժամանակում վերականգնվելու է ու վերադառնա իր առօրյա կյանքին։ Մեր հաղորդման հովանավորն է պտղաբերության կենտրոնը, որտեղ իրականություն է դառնում զույգերի, ինչպես նաև միայնակ կանանց զավակներ ունենալու երազանքը։ Շարունակում ենք հաղորդումը, ծնողների դպրոցն է մեր եթերում եւ բնականաբար հրավիրում եմ մանկաբույժին Գայանե Հովհաննիսյանին դիմավորենք։ Ողջույն մեջքերում։ Ողջույն։ Եկեք փորձենք անունը չտալով ներկայացնենք հիվանդությունը։ Ասենք, որ այս հիվանդությունը մարդկությանը հայտնի է մոտավորապես 2000 տարի, որ գոյություն ունի պատվաստում այս հիվանդության դեմ, պատվաստանյութ ունենք եւ ասենք Հուշենք, որ ինքը մանկական ինֆեկցիաներից մեկն է հանդիսանում։ Ծնողական հատվածում մենք բնականաբար, այո, մանկական ինֆեկցիաներից մեկն է եւ ասենք, որ մինչեւ պատվաստումները այս հիվանդությունից ասում են, որ տարեկան մահանում էր մինչեւ 8 միլիոն մարդ աշխարհում։ Պատկերացրեք, 8 միլիոն մարդ ամեն տարի այս հիվանդությունից մահանում էր։ Այսօր նման թիվ չկա, որովհետեւ պատվաստումները աշխատում են եւ կրայցիկ թե ոչ, չգիտեմ, բայց կարմրուկը այսօր այսպես մասսայական մահացության պատճառ հանդիսացող հիվանդություն չէ։ Այնուամենայնիվ, ինչ է կարմրուկը, ինչից ենք մենք վախենում, որտեղ վախենալու հիվանդություն է եւ ինչից պետք է անպայման պաշտպանել երեխաներին։ Կարմրուկը ջրծաղիկի նման հանդիսանում է մանկական ինֆեկցիա եւ բարձր վարակելություն ապահովող ինֆեկցիաներից մեկն է։ Մինչև 97-98% վարակելություն է ապահովում, եթե կա կոնտակտ հիվանդի հետ, արդեն հաստատված կարմրուկով կոնտակտի հետ։ Չես փախնելու, եթե պատվաստված չես, երկուսը կարող են չվարակվել, հա, այսինքն 8-9 հոգին կարող են վարակվել։ Ինքը հանդիսանում է կարմրուկի վիրուսով պայմանավորված ինֆեկցիա։ Վիրուսը պատկանում է Paramyxoviridae ընտանիքին եւ ՌՆԹ պարունակող վիրուս է։ Եվ տարածման հիմնական ուղին հանդիսանում է հակաթիլային ճանապարհը, այսինքն շատ ագրեսիվ է։ Բավականին։ Եթե շրջապատում եղավ եւ դուք չեք հիվանդացել ու պատվաստված չեք, ապա 99%-ով դուք վարակվելու եք։ Ինչ է տեղի ունենում դրանից հետո։ Ինչի է տարեկան 8 միլիոն մարդ մահանում։ Ջրծաղիկով են հիվանդանում, բայց կարծես թե ջրծաղիկից լինում են դեպքեր, ջրծաղիկից էլ լինում, բայց բավականին ագրեսիվ է, հատկապես վերջի շրջանում, COVID-ի դեպքերից հետո ջրծաղիկի վիրուսը բավականին ագրեսիվ էր դրսևորում։ Բայց ոչ է տաշճանի, որ միլիոններով մահանան։ Կարմրուկը ինչ է տեղի ունենում կոնտակտից հետո։ Կոնտակտից հետո վիրուսը անցնելով լորձաթաղանթներով, պատնեշներով հայտնում է արդեն լիմֆատիկ հանգույցներում, որտեղ մի քանի օր մնալուց հետո անցնում է իրան հում եւ սկսում է իր գործունեությունը եւ ինչպես է արտահայտվում։ Սկզբնական շրջանում երեխաների մոտ կարող են լինել բանալ ինֆեկցիային բնորոշ նշաններ։
ջերմության բարձրացում, հաստ, փռշտոց եւ թվում է թե հարբուխին բնորոշ սիմպտոմատիկա է եւ հետո սկսում է արդեն ցանի շրջանը, որը բավականին ագրեսիվ է ընթանում, ինքը բծավոր պապուլյատոզ ցան է, հետո ցանային էլեմենտները կարող են միաձուլվել, բավական մեծ ծավալ գրավել, հետո լավացման ընթացքում իրենք վերածվում են հետքերի եւ մոտավորապես 14 օր տևում է այս process-ը եւ եթե լավացում է տեղի ունենում, հետքերը աստիճանաբար անցնում են։ Եթե լավացում է տեղի ունենում, երեխան լավացավ, արդյոք հետագայում այդ երեխան առողջական խնդիրներ չի ունենա։ Կան բարդություններ, որոնք հենց ի հայտ են գալիս հիվանդության ընթացքում եւ որից որ մենք ինքներս բժիշկներս վախենում ենք, դա թոքաբորբերի մեծ հավանականությունը եւ ծանր էնցեֆալիտներ, օտիտներ, որոնք կարող են բերել լսողության, անդարձելի կորուստի, ինչպես նաև նկարագրում են գրականության մեջ դեպքեր, երբ որ կոնյուկտիվիտա, այսինքն բորբոքումը աչքերի, ինքը կարող է բերել տեսողության անդառնալի վնասվածքի, կուրության, այո։ Այսինքն կունենանք լսողության անդառնալի, տեսողության անդառնալի կորուստ եւ էնցեֆալիտներ, որոնք հիմնական մահվան պատճառ են հանդիսանում եւ ծանր թոքաբորբեր։ Այսինքն երեխան կարող է մահանալ, երեխան կարող է կուրանալ, երեխան կարող է կորցնել լսողությունը, ինչի, որովհետև մաման չէր հավատում պատվաստումներին, կամ մաման գտնում էր, որ դե լավ, մեկը մնացածը պատվաստված են։ Ցավոք շատ հաճախ ենք ծնողներից լսում, երբ որ մեկնաբանում են, թե ինչի հենց կարմրախ խոզուկ պատվաստանյութ չեն ուզում անել, ասում են դե ոչինչ, կհանդիպենք, իմունիտետ ձեռք բերի, կլավանանք։ Բայց կարծում եմ ավելի խելամիտ է պաշտպանել, քան թե սպասել, թե ինչպիսի ընթացք ունենա։ Եթե պատվաստված է երեխան, կա էլի թեկուզ փոքր վտանգ, որ կարող է վարակվել։ Նախ նշեմ, որ պատվաստանյութը դա կարմրախ խոզուկի տեսքով է արվում, 2 դոզայով են երեխաներ ստանում համաձայն մեր ազգային օրացույցի, դա 12 ամսական հասակն է եւ 4-ից 6 տարեկան ժամանակահատվածում են կատարում երկրորդ պատվաստանյութը։ Միշտ կա որոշակի ցածր տոկոս վարակելիության, բայց այստեղ շատ կարևոր փաստ եմ ուզում նշել, որ նույնիսկ եթե վարակելիությունը տեղի ունեցել, երեխան բավականին թեթև է տանում ինֆեկցիան եւ մահվան դեպքեր համարյա չեն նկարագրվել պատվաստված երեխաների մոտ, ինչը որ կարծում եմ կարևոր է շատ։ Ցակոք վերջի տարիներին Հայաստանում մի քանի դեպքեր մենք ունեցանք 2023 թվականի մայիսն է, եթե չեմ սխալվում, առաջի դեպքը։ Դրանք հիմնականում պայմանավորված էին այսպես պեսչված բերովի դեպքերի հետ, երբ հիմնականում դրսից պատվաստված երեխաները իրենց հետ բերեցին այս հիվանդությունը եւ այո, եթե մենք չունենայինք նորմալ պատվաստված հասարակություն, իսկ մենք փառք Աստծո ունենք, ապա Հայաստանում կլիներ, այո, բավականին մեծ բռնկում կարող էինք ունենալ եւ մենք կարող էինք եւ վատ ելքով դեպքեր ունենալ եւ հաշմանդամության ելքերով դեպքեր ունենալ, այնպես որ կարմրուկը այն հիվանդությունն է, որը պետք է ընդհանրապես չլինի, այսինքն մենք տարիներով պետք է ընդհանրապես լինի զրոյական մակարդակի վրա, ասենք Հայաստանում կառավարելի ինֆեկցիա է համարում եւ ես միշտ մայրիկներից զգուշացնում եմ, կարմրուկը բավական վտանգավոր է նաեւ աղջիկների հղիության ընթացքում, եթե կարելի է կանխարգելել եւ երեխային պաշտպանել եւ հետագայում նաեւ թորնիկին, ինչու չկանխարգելել։ Շնորհակալություն, հիշեցնեմ իմ հյուրը այսօր Գայանե Հովհաննիսյանն էր, իսկ մենք խոսում էինք կարմրուկի մասին։ Մնացեք մեզ հետ։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը, խոսում ենք կարևորի մասին, իսկ կարևոր թեման այսօր սնկային ախտահարումներն են եւ ես հրավիրել եմ Աննա Հարությունյանին, մաշկաբան, ողջույն բժշկուհի, զրուցելու ենք սնկային ախտահարումների մասին։ Ինչ է ընդհանրապես սունկը, որտեղից է հայտնվում մեր օրգանիզմում եւ որտեղ կարող են լինել ախտահարումները ամենակարևորը։ Սունկը տեսական սնկի տեսակներ, որոնք գտնվում են մեր մաշկի վրա, իրենք մեզ հետ ապրում են, միշտ կան, այո, մեզ որևիցե վտանգ չեն ներկայացնում, իրենք միջև որոշակի պայմանների չենք հանդիպում, որն են այդ պայմանները՝ տաքությունը, ջերմությունը, իմունային համակարգի անկումը եւ այլն։ Բայց կան նաեւ սնկեր, որոնք մեր օրգանիզմը ներթափանցում վերքերի միջոցով, այսինքն բաց դռների միջոցով, իրենք ներթափանցում են, այդտեղ բազմանում են եւ արդեն սկսում են իրենց կլինիկական դրսևորումները։ Որտեղ կարող են ամենատարածված հատվածները սնկային ախտահարման մեր մարմնի վրա։ Տեսեք, երևի ամենատարածվածներից առաջինը կնշեմ եղունգները, հարթ մաշկը, այո, եղունգները, հարթ մաշկը եւ ինչու՞ չէ նաեւ գլխի մազածած քաթվածի սունկը, որը որ շատ է հանդիպում հատկապես երեխաների եւ այն երեխաների մոտ, ովքեր սպորտով են զբաղվում, այսինքն անմիջապես այդ կոնտակտը լինում է երեխայից երեխա եւ հավանականությունը փոխանցվելը շատ ավելի մեծ է, այո։
Վերջը ճիշտ է նաև այն պնդումը, որ գլխամաշկի թեփը դա նույն սնկային ախտահարումն է մեծամասամբ դեպքերում։ Այդքան չենք համաձայնում ենք մաշկաբաններս դրան, ինչու որովհետև գլխամաշկի թեփի պատճառները բազմաթիվ են եւ բազմապատճառային են։ Բայց սնկայինը նույնպես կա այդտեղ։ Սնկայինի դեպքում տեսեք, այսպես է, ավելի շատ կտրատված մազերը կարող են վկայել սնկի մասին, իսկ այդ թեփը ավելի շատ օջախային թեփը կլինի, հա, բայց համատարած ընդհանուր գլխի մազածած կաթվածով թեփը մի քիչ ավելի սեբորեային դերմատոզների դեպքում, ՊՍ-ի, պսորիազի դեպքում դրանք ավելի շատ կհանդիպեն։ Լավ, եկեք փորձենք հասկանալ որն է ամենադժվար, ամենաերկարատև բուժում պահանջող հատվածը։ Երևի թե առաջինը կնշեմ եղունգի սունկը, ինչու որովհետև եղունգի աճելու ժամանակահատվածի հետ կապված մենք գիտենք, որ ձեռքի եղունգներն աճում են 6 ամսում, իսկ ոտքի մոտավորապես 1 տարում, եւ այդ պարագայում բնականաբար ոտքի եղունգների ախտահարման դեպքում ավելի երկարատև բուժում կպահանջի խնդիրը, իսկ գլխի մազածած կաթվածի սունկը նայած որ տեսակի սունկն է, կան նաև սնկի տեսակներ, որոնք էլի երկարատև բուժում են պահանջում, բայց առաջինը կնշենք եղունգների հետ կապված։ Ոնց են փոխանցում սովորաբար։ Եթե օրինակ գլխամաշկինը երեխաներին դուք ասացիք սպորտով իրար կապնելով եղունգների սունկային ախտահարումը ինչպես է փոխանցվում, այսինքն կարող ենք մենք մեկս մյուսի հետ բարևելով, ձեռք տալով, կարող է հագուստը, կարող է անկողնային պարագաներ, այսինքն եթե ինչ-որ մեկը ունի ընդհանուր սրբիչը, արդյոք դրանք կարող են լինել փոխանցման մեխանիզմներ։ Այո, հատկապես են պացիենտները, ովքեր ունեն խնդիրը, եւ եթե իրենց հողաթափերը, անձնական հիգիենայի պարագաները օգտագործում են այն անձը, ով չունի, միանշանակ ինքը կարող է վիրուսը վերցնել եւ հիմնականում այո, այդպես է լինում է փոխանցումը հասարակական վայրում, լողավազաններում, երբ որ ինչ-որ մեկ ունի հասնկի ախտարում ոտքի, մյուսը այդ նույն հատվածով անցնում է առանց հողաթափերի նույնիսկ եւ արդեն բնականաբար վարակումը գնում է։ Լողավազաններում առանց հողաթափերի երբեք ու երբեք Բիզբոստի։ Կան լողավազաններ, որոնց մուտքի մոտ տեսնում ես հատուկ լուծույթներով, այսպես փոքրիկ ավազաններ կան, որի միջով պետք է անցնես, այսպես սրանք հենց վարակազերծման համար են շատ հաճախ պատրաստված, բայց միևնույն է, դա ոչ մի ձևով դա ձեզ չի կարող ապահովել։ Եվ ընդհանրապես հիգիենայի պարագաները դրանք նախատեսված են մեկ հոգու համար։ Եվ կիսել հիգիենայի պարագաները ինչ-որ մեկի հետ, ամենահարազատ մարդու հետ անգամ չարժի։ Առավել եւս երեխաների հետ եւ այլն եւ այլն եւ այլն։ Եկանք բուժման մեխանիզմներին։ Ես ունեմ այստեղ սոդա, ես ունեմ քացախ, եւ ուզում եմ ազատվել, մի քիչ ավելի փոքր սնկային ախտահարում, այսպեսի չափերի չեք տեսել, ես կարծում եմ։ Չնայած ամենամեծ սնկային ախտահարումը որ տեսել եք։ Գլխի մազածած կաթվածի վրա ունենում եք։ Լուրջ։ Այո, սրանց ավելի մեծ են։ Սրանց ավելի մեծ։ Այո։ Գլխի վրա մարդու։ Այո, երեխաների։ Ինչ կասեք սոդայի եւ քացախի մասին։ Տեսեք, սրանք մոտեցում են ավանդական, բուժմանը, կասեմ, որ վիճակը թեթևացնում են, սովորաբար ավելի ավանդական խնձորի քացախն են հենց առավելապես խորհուրդ տալիս։ Խնձորի քացախը ինքը թեթևացնում է, քանի որ թթուներ է պարունակում, մի փոքր սպորները կճնշի, բայց որպես խնդրի միջև վերլուծում, այո, միանշանակ չի բուժի, նույնը վերաբերում է նաև սոդային, այսինքն քիմիական նյութեր, որոնք խնդիրը կթեթևացնեն, բայց միջև վերջ չեն լուծի։ Ինչ անել լրիվ ազատվելու համար, ինչպես կարելի է բուժել։ Օրինակի համար ես գիտեմ, որ նույն եղունգների ախտահարումները շատ երկար բուժում են պահանջում։ Տեսեք, հիմնական խնդիրը նա է, որ պացիենտները սովորաբար, երբ որ ունենում են այդ խնդիրը, մոտ տարապես 2-3 ամիս հետո իրենց բավականին համատական կարգով լավ են զգում։ Եվ այդտեղ սկսում է ավելի ցուցումներին չլսելը, ցուցումները, օրը մեջ կատարել է եւ այլն, ու այդտեղ թվում է թե խնդիրն անցել է, բայց իրականում խնդիրը քնած է, ուղղակի քողարկված է եւ միջևերջ բուժումը չենք տանում այդպես։ Բժշկի ցուցումները չենք կատարում պատշաճ կերպով, եւ որոնք բերում են ռեինֆեկցիաներ, թեկուզ հիգիենայի կանոնները չեն պահպանվում նորից ու խնդիրը սկսում է էլի անհանգստացնել պացիենտին։ Գալիս է ասում է բարև, ես նորից եկել եմ։ Այո, այո։ Իդեպ հակասնկային դեղամիջոցներ ընտրելուց առաջ արդյոք պետք է հանձնել անալիզ հասկանալու համար զգայունություն ունենք թե ոչ։ Օրինակ մենք գինեկոլոգիայում անպայման մեր սնկային էլի ախտահարումներ կան, մենք անպայման զգայունություն որոշում ենք, հետո ենք նշանակում։ Մենք որոշում ենք որ տեսակի սունկն է։ Եվ արդեն այս դրա արդեն հասկանում եք, ինչ պետք է նշանակենք մենք սնկի տեսակ ունենք մաշկի վրա, որ կոչվում է գունափոփող ворքին, պատասխանատու է մալասեզիա, որ սունկը, մենք դա ենք փնտրում մաշկի վրա, եւ եթե մենք դա գտնում ենք, արդեն վարում ենք որպես այդ դիագնոզով։ Օրինակ այս նկարի վրա դուք ինչ եք տեսնում։ Այս նկարի վրա ես պետք է ուղարկեմ լաբորատոր հետազոտության հասկանալու համար այստեղ ինչ սունկ ունեմ։
եւ դրանից հետո նոր նշանակ եք բուժում։ Մաշկի սնկային ախտարումները դրանք կարծում եմ ամենաարագն են բուժվում։ Կարող ենք ասել, այո։ Եվ ամենաարագ մոտավորապես մոտավորապես երևի թե 21 օրից մինչև 1.5 ամիս։ Ամենաերկար բուժման կուրսը, որ անց եք կացրել երբևէ սնկային ախտարման բուժարի մոտ։ Երևի թե 6-ից 8 ամիս մինչև 1 տարի ձգվող։ Դա եղունգների հետ կապված արդեն։ Մինչև 1 տարի կարող է ձեր բուժումը ձգվել, եթե դուք չպահպանեք հիգիենայի ամենահասարակ կանոնները եւ կիսվեք ձեր հողաթափերով, ինչպես ասում են, չէ, երբեք մի կիսվեք ձեր բանկային տվյալներով։ Եթե դուք ձեր բանկային տվյալներով չեք կիսվում, ես ձեզ հավատացնում եմ, չարժի նաեւ կիսվել ձեր հողաթափերով եւ հիգիենայի անձնական պարագաներով։ Հիշեցնեմ, իմ հյուրը այսօր Աննա Հարությունյանն էր, մաշկաբան, մնացեք մեզ հետ։ Ողջույն։ Ձեզ հետ գեղեցկության արվեստն է։ Այսօր խոսելու ենք կոլագենի մասին։ Կոլագենը դա մաշկի, բուն մաշկի բաղկացուցիչ մասն է, որը տալիս է մաշկին առաձգականություն եւ տոնուս։ 20 տարեկանից սկսած ամեն տարի մաշկի մեջ քայքայվում է կոլագենի 1%-ը։ Այդ է պատճառը, որ մարդիկ 35-40 տարեկանից հետո սկսում են զգալ մաշկի թուլություն, առաձգականության կորուստ։ Կան այսօր շուկայում մի շարք խմելու կոլագեններ, դրանք փոշի, հեղուկ վիճակում են, որոնց ազդեցությունը մաշկի վրա որպես կոլագենային լրացումներ հստակ չենք կարող ասել, որովհետև մենք չունենք որևէ գիտական հետազոտություն, որտեղ ունենք ապացուցում, որ կոլագենը ստամոքսից խմելուց հետո կարող է ներծծվել եւ հասնել մաշկին։ Հիմա խոսենք ապարատային այն միջամտությունների մասին, որոնք այրելով, վնասելով մաշկի մեջ եղած կոլագենը խթանում են նոր կոլագենի սինթեզմանը։ Մասնավորապես աշխարհում այսօր հայտնի է միկրոասեղային ռադիոալիքային հղկում կոչվող միջամտությունը, որի ժամանակ մանր փոքրիկ ասեղները, որոնց երկարությունը խիստ հսկելի է, կառավարելի է բժիշկի կողմից, այդ ասեղիկները մտնելով մաշկի մեջ, իրենց ասեղի ծայրում տալիս են ռադիոալիքային հոսանք։ Պետք է բժիշկը այնքան լինի հմուտ, որ կարողանա ասեղիկների երկարությունը կառավարի, որ ասեղիկի ծայրը հայտնվի բուն մաշկի մեջ, եւ տալով այնտեղ այրվածքներ, մենք ունենում ենք կետային կոլագենային այրվածքներ, բնականաբար որից հետո օրգանիզմը որպես պաշտպանական ռեակցիա տալիս է ազդանշան, որ կոլագենը այրված է, ոչնչացված է եւ մենք պետք է սինթեզենք նոր կոլագեն։ 3-4 շաբաթ է տևում, մինչեւ նոր կոլագենի սինթեզման գործընթացը սկսվի։ Հետո տեսնում ենք, թե ինչպես է մաշկը ձգվում, երիտասարդանում, առաձգականության եւ տոնուսը վերականգնվում, պիգմենտները վերանում, ծակոտկերները հարթվում եւ պոստակնային անհարթությունները, որոնք կան, դրանք նույնպես ավելի մակերեսային են դառնում։ Միջամտությունը կարելի է իրականացնել տարվա մեջ 3 անգամ, ոչ շուտ քան 1 ամիսը 1 կամ 2-3 ամիսը 1 անգամ։ Իհարկե ցանկալի է ամառային, արևայրուքային այդ եղանակը բաց թողնել։ Միջամտությունից հետո հաճախորդը չպետք է ունենա որևէ անտանելի այտուցներ, կարմրածություն, վերքեր, այրվածքի հետքեր, պետք է լինի թեթև վարդագույն մաշկը, մի թեթև այտուցային, որը 1 օրից հետո պետք է անցնի։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորը պտղաբերության կենտրոնն է, որտեղ իրականություն են դառնում ցանկացած զույգի, ինչպես նաև միայնակ կանանց զավակ ունենալու երազանքները։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է ձեզ համար, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ ու պահպանի այդ առողջությունը։ Եղիր առողջ։ Կհանդիպենք։